կողմերի նրանց համատեքստում գնահատելով կրյալները, որ նայեն կողմերը կայակոչեցին, կրյալի կրոշումները մասնավորապես Գևորգ Հարությունյանը Գրադարանը քննության այս փուլում և այս հանգամանքների համատեքստում գտնում է ըստ էության առարկայացված չներկայացվեց բացի վերագրվող ենթադրյալ արարքի խստությունից թաքնվելու և ավելին ասեմ, քրեական գործում արտապաստական տվյալներից արկայադայակությունը վերջինիս ուստեղության հետևաբար այդ համատեքստում թաքնվելու անվանականությունից գրադարանը նվազում։ Ինչ վերաբերում է անցանք կատարելու հավանականության, ապա վերագրելիության իմաստով դիտարկելու միայն և բացառապես առաջադրված մեղադրանքի փաստական կողմը և այն, որ նրան առաջադրված է նաև մեղադրանք ենթադրված սպանության փորձ կատարելու համար։ Ողջամտորեն քննության այս պայելության չհետազոտելու բնականաբար քրեական գործի ապացույցները, որտեղ այդ գործընթացը դատաքննության հետագա համար ողջամտորեն կարող է առարկայանալ կանխատեսական հետազոտությունը վերջինս կողմից ենթադրաբար արարքի ավարտին հասցնելու ուղղված գործողություն կատարելու ուղղությամբ, որտեղ վերագրումը ստեղծության, որը կարողն հատման առարկա դարձվի դատարանի կողմից անկա։ Բացի այդ, նաև հիմք ընդունելով ներազման հավանականությունը, քրեական պատմի քրեական գործի քննության խոչընդոտելու իմաստով։ Դատարանը հետևյալ դիտարկում սույն գործով հարցաքննված վկաներից 11 հոգի հանդիսանում են նույն բնակարանների բնակիչներ, որտեղ որ բնակվում է մեղադրանք։ Հայաստանի Հանրապետության Ջրաբեր Վերդարանը անշտաց հարցի հետ կապված դիտարկում կատարելիս նշել է, որ նույն բնակավայրում և որևէ փոխհարաբերություն ունենալու պայմանների վկաների հետ ըստ էության առարկայացվում է ներածնելու հավանականությունը։ Ինչու է դատարանը սա կայակոչում, քանի որ ըստ էության նախաքննության դատաքննության փուլում պայմաններում դատաքննության փուլում մեղադրյալին հասու է դառնում քրեական գործի ողջ նյութերը և ծավալը և արդեն քրեական գործի ամբողջ ծավալի հետազոտման և ուսումնասիրության համատեքստում կարող է ողջամտորեն առարկայանալ որոշակի անձանց ու ունի որոշակի փոխհարաբերություն ներազման և ի նպաստ դատավարական կարգավիճակ ապահովելու համար ցուցմունքների տրման։ Հետևաբար այս հանգամանքների համատեքստում դատարանը առարկայացված է համարվում 3-2-ի հավանականության առարկայությունները, իսկ արձանագրված մյուս հիմքերի գնահատման համատեքստում մեղադրյալի նկատմամբ այլ է նպատակային միջոց կիրառելու հնարավորությունը առնվազն այս փուլում։ Դատարանը որոշակի չի դիտարկում։ Ինչով էլ պայմանավորված խափանմիջոց կալանք թողնվում է ամփոփ ժամկետը և դրացվում է 3 ժամ։ Անդրադառնալով Նարեկ Օհանյանին խափանմիջոց կիրառելու, ապա այդ առումով դատարանը փաստի հավանականության գնահատման առումով ևս արձանագրում որ առարկայացված հիմքեր չեն ներկայացվել, որոնք կարող է դատարանը գնահատել առարկա դարձնել և նշված հիմքի առարկայացումը հաստատել։ Ինչ վերաբերում է մյուս հիմքին, ապա ներազման հավանականության առումով դատարանը վերահաստատում է նախորդած դիտարկումը, մասնավորապես վերջինս նույն կարգավիճակում է գտնվում հայտարարում, որ Գևորգ Հարությունյանը վկաների մեծամասնությունը շուրջ 10 հոգի հանդիսանում են բնակավայրի բնակիչների ու այդ մի մասի հետ կապված ունի որոշակի միջազգային հարաբերություններ։ Ինչ վերաբերում է անձանք կատարելու հավանականությանը, թեպետ ներսագրված է ենթադրյալ անձանքի կատարում, որը իր մեջ պարունակում է ըստ առաջադրված մեղադրանքի օրակարգում, այնուամենայնիվ նաև հանցակցության ու ենթադրյալ օրենքի կատարման պայմաններում դատարանի մոտ ևս կարող է առարկայանալ այն կալանությունը, որը առկա է նախորդի արձանագրված հիմնավորման պայմաններում, այսինքն արձանագրված փորձ մեղադրանքի պայմաններում կարող է առարկայանալ նաև դրա հետագա հանդիսացման հավանականությունը, ինչը
ըստ էության հանդիսանում է գնահատման տիրույթում։ Ինչպես նաև թեպետ հարգելի պաշտպան վկայակոչեց վերաբերելի նախադեպային իր որոշումների վկայակոչեց դատողությունները, որոնք վերաբերում են Այս այդպով ենթակյալ արարքների հարաբերության միջև, սակայն հայաստանի հարաբերության ժողովրդի դատարանի հանդիպություն պալատի կայացված համապատասխան նախադեպային դիրքորոշման համատեքստում, որից հետևի նաև դատարանի կողմից կայացված որոշման մեջ, արտացոլված է որոշումը։ Ոչ միայն դա հանդիսանում հանդիպահանդամոք և պայման է հանդիսանում նախատեսական հանցածին հակումների գնահատական Թեկուզ և հարաբերակցության առումով դրանք չեն գտնվում նույն նժարի վրա, նույն հարաբերակցության պայմաններում, տարբեր աստիճանի դեպքում դրամական պայմաններում։ Սակայն գնահատման իմաստով չեն կարող իմաստավորել եկեղեցի գնահատել նշված դեպքի հավանականությունը։ Հետևաբար հարգելի քույրեր, դատաքննության առնվազն այս փուլում սկզբնական ելակետն այն, որը այն դեմոկրատական համաճեցի իրանում դիտարկելու հնարավորություն չի ունենում, հետևաբար մեղադրյալ կապման պահպանում են իրարացան համաճեցի դրաժակետի երկրացումների ժամկետը։ Հարգելի կողմեր որոշումը կուղարկվի Թորորից համապատասխանատվություն և բացատրվի 10-օրյա ժամկետը վերջնության կարգով, որ կարգելուց է հնարավորություն ստացվում, բայց